Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու են քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Մարտիրոսյան մեր տաղավարում համար։ Պարոն Մարտիրոսյան, մեր զրույցից ընդամենը ժամեր առաջ տվյալներ հրապարակվեցին քաղաքական ուժերի վարկանիշի վերաբերյալ։ Ու թեև այսպես մի նորություն որպես այդպեսին չի լինի, բայց ամեն դեպքում հերթական անգամ մենք փաստում ենք, որ այդ թվային տվյալներն էջ չեն տալի, որ թեև իհարկե վարկանիշը իշխող ուժի կտրուկ անկում է ապրել, հա, բայց ամեն դեպքում արկա այս պահին արկա քաղաքական ուժերից ամենաբարձրը հենց ՔՊ-ին է։ Եվ այդ դեպքում ինչու են մարդիկ այդքան դժգոհում, բողոքում։ Բայց ով է դժգոհում բողոքում, ես եւ դուք։ Հանրությունը։ Չէ, հանրությունը չի դժգոհում բողոքում, դժգոհել բողոքելը որն է, խոհանոցում նստած կարտոֆիլ ուտելուց իրար բողոքում են ամուսինները կամ զուգարանում նստած մեկը տեքստ է անում, մյուսին բողոքում է, դա է բողոքը։ Դա բողոք չի, բողոքը շատ սխալ են պատկերացնում այստեղ ոմանք, եթե այդպես են պատկերացնում, բողոքը լրիվ այլ տեսք է ունենում քաղաքական։ Հայաստանում բողոք չկա, 0 է Հայաստանում բողոքը։ Իսկ այն հանգամանքը, որ իրենց վարկանիշը բարձր է, շատ նորմալ է, բայց այդպես պիտի լինի։ Առաջին հերթին իրենք իշխանություն են Հայաստանում։ Հայաստանում երբ է իշխանության վարկանիշը ցածր եղել։ Այդ երբ չեն գնացել քվեարկել իշխանությանը։ Երբ ով ուզում է լինի իշխանություն։ Վաղը մողոլ թաթարները գան իշխանության միջնադարյան Հայաստանում Լենք Թեմուրի առաջնորդությամբ այդ իշխանության վարկանիշը կլինի շատ բարձր։ Բայց քանի որ Լենք Թեմուրը չկա, կգան իշխանության այլ տեսակ, այլ խումբ եւ դրանց վարկանիշը կլինի շատ բարձր, արդեն շատ բարձր է։ Դա մեկ, երկրորդ հերթին ինչ է անում այս իշխանությունը, ինչ վատ բան է անում, ասֆալտ չի փռում է, բա դա բավարար չի մոռանալու համար հայրենիքի հանձնումը։ Ջանդամ թե հայրենիքը չեն հանձնում։ Կարևորը ասֆալտ են փռում, չէ՞, գյուղերում, տեղերում։ Թե ինչ կա դրա հետևում, դա էլ հարց է եւ կարևոր չի։ Կարևորը որ փռում են այդ ասֆալտը։ Դպրոցներ, մանկապարտեզներ ռեմոնտ անում են, չեմ կարող ասել վերանորոգում։ Ռեմոնտ անում են, բա դա չի ամենակարևորը։ Կարևորը դա է, չէ, գները բարձր չեն շատ, եվրոպականից ավելի բարձր գներ չեն, այո, եվրոպականից ավելի բարձր գներն, դա վատ է։ Դա շատ լավ է։ Եվ դրա համար էլ վարկանիշը բարձր է այս իշխանության, բա ինչ եք ուզում եք մերպես դժգոհեն, իմ եւ ձերպես կամ ինպես։ Չէ, այս ժողովուրդը ունի ընտրել է իրականում ընտրել է եւ իրականում ընտրելու է էլի իրեն արժանի, իրեն ներկայացնող, իր տեսակը ամբողջությամբ արտահայտող իշխանություն։ Բա պիտի վարկանիշը բարձր լինի, բա ինչ եք ուզում։ Բա ինչ որ մի այլ ուժ չէր լինելու, անգամ այդպիսի ուժ արդեն չկա էլ, հա, որ ազգային ուժ լիներ, արժանապատվության, քաղաքական արժանապատվության եւ պետական արժանապատվության գաղափարախոսության վրա աշխատեր, հո այդպիսի ուժ չպիտի լիներ, որի վարկանիշը բարձր լինի։ Չկան այդպիսի ուժեր այսօր։ Ես կարծում եմ, որ չկան։ Ես կարծում եմ, որ Հայաստանում ընդհանրապես ուժ չկա։ Հայաստանում կա մեկ ուժ, դա ռուսական ազդեցության ուժերն են, քաղաքական, տարբեր թևերով, որոնց թևերը իրար ուտում են։ Հիմա տեսնում ենք, որ մինչև այս պահը գոնե վիզուալ տեսողական առումով մեկ թև հանդիսացող թևն էլ է պառակտված եւ դրանք էլ են իրար ուտում։ Նախկինների երկու թևերն են իրար ուտում եւ կա նաեւ այս իշխանությունը, որը իմ անձնական համոզմամբ եւ խորին համոզմամբ ոչ միայն ռուսական ազդեցության ուժ է, այլև թուրքական արդեն։ Այսինքն ինչ ուժ կա Հայաստանում, որ Պարոն Մարտիրոսյան, ինչպես դուք էլ նշեցիք, հա, իրար միսեն, եթե չեմ սխալվում, այդպես նշեցիք, ուժերը, ընդդիմադիր ուժերը, բայց այդ դեպքում մենք իշխանություններից ինչ են ուզում, ինչ են պահանջում իշխանություններից, եթե իրենք իրենց մեջ չեն կարողանում հարցերը լուծել, կոնսենսուսի գալ, այդ դեպքում ոնց են ասում Նիկոլ Փաշինյանին հեռացնում ենք։ Ինչ են պահանջում։ Ի տարբերություն, եթե մենք դիտարկենք, օրինակ, ի տարբերություն օրինակ նույն ընդդիմադիր շրջակների, ՔՊ-ում եթե մի հարց է լինում, այսպես ավելի համախմբված են։ ՔՊ-ում համախմբված չեն, ՔՊ-ում կա իշխանության բուրգ, մարդը վեր կացավ, բաց այդ խոստովանեց, չէ, կառավարության։ Ժամանակակից կառավարությունը ես եմ, վերջ։ Հիմա ՔՊ-ն ինքն ու ինքն է արդեն, եթե կառավարությունն ինքն է։ Բա ՔՊ-ն իր անձնական կուսակցությունն է, բա միահեծան չլինի, բա ինչ եք ուզում։ Այսինքն դուք կարծում եք, որ ՔՊ-ում կարող էր մեկը լինել, որը մի ձայն հաներ, հանեցին, տեսակ ինչ արեցին մի հոգու հետ։ Էն էլ անհայտ է թե կամ կարելի է կռահել թե ինչ բաներում ինչ էր ազգանունը Աղազարյան եւ դրա ընկերը։
Այսինքն ինչ է զարմանալու բան կա։ Ինչ վերաբերում է նախկինների երկու թևերի իրար ուտելուն, իսկ ով ասեց, որ իրենք երբևէ ձգտել են այս իշխանությանը հեռացնել։ Իսկ ով ասեց, որ իրենք ձգտում են։ Բա ինչու են ընտրությունների մասնակցում, ակցիաներ անում, շարժումներ անում։ Տեսեք, մեծ հաշվով կա մեծ պատկեր եւ դա իմ համոզմունքն է։ Ես վերլուծում եմ արդեն երկար տարիներ եւ սա իմ համոզմունքն է։ Այդ ուժերը իմ սուբյեկտիվ կարծիքով կամ օբյեկտիվ կարծիքով, չգիտեմ, ուղղորդվում են Մոսկվայից բնականաբար եւ իրենք խնդիր ունեն մնալու քաղաքական դաշտում որպես ռեզերվային տարբերակ։ Միաժամանակ իրենց քաղաքական դաշտում մնալը հնարավորություն է տալիս այս ռեժիմին մնալ պոպուլյար եւ սիրված եւ երկուսի միջև ընտրություն ստեղծելով միշտ ընտրվի այս ռեժիմը։ Իրենց դաշտում մնալու հրամայականը եւ պատճառը ես համարում եմ հիմնականում դա։ Երկրորդը իրենք ռեզերվային տարբերակ են, որ երբ Ռուսաստանին պետք լինի փոխելու Հայաստանի ռեժիմը ինչ-ինչ նպատակներից ելնելով, ապա այդ դեպքում իրենց մի ուժը փոխարինեն մեկ այլ ուժով, այդ ուժերով։ Նայեցեք, պարոն Մարտիրոսյան, իրենց է, երբ որ այդպես մեղադրանք են հնչեցնում, ընդդիմադիրների նկատինում։ Իրենք ասում են, դաշտը բաց է, ուրիշ ուժ չկա, եթե ցանկանում եք, եկեք դուք էլ պայքարեք, հանրավակներ եք, ասում են չկա։ Բա պլստալու համար, բա ատմասկա գտնելու համար Բայց ինչ կա, իրենք թույլ չեն տալիս ըստ։ Ոչ, բայց իրենք էլ չկան։ Իրենք ինչ ընդդիմություն։ Եվ հետեւաբար ես մի քանի անգամ ասել եմ այս միտքը այս հասարակության մեջ չափազանց տարօրինակ է եւ այսպես շատ էկզոտիկ, ինչպես են ամեն ինչ, ինչ որ ես տարիների ընթացքում ասել եմ, էկզոտիկ է թվացել իրենց, բայց հետո դարձել է իրականություն, ամեն ինչ գրեթե առանց բացառության։ Եվ կրկնեմ այստեղ ձեր մոտ հիմա։ Ընդհանրապես պիտի բոլոր քաղաքական ուժերն ու կուսակցությունները, որոնք գետ 1 գրամ մտածում են այս երկրի մասին, պիտի ամբողջությամբ դուրս գան դաշտից։ Քաղաքական դաշտից պիտի դադարեցնեն իրենց քաղաքական գործունեությունը։ Մնա միայն քաղաքացիական պայմաններ։ Մնա միայն ԿՊ-ն։ Եվ դա ոչ թե ԿՊ-ի օգտին է, այլ դա ԿՊ-ի դեմ ամենամեծ քայլը կլինի։ Որովհետև կամ դրանով կհաստատվի, որ երկրում իրականում գործում է բռնատիրություն, ինչը իմ սուբյեկտիվ կարծիքով հենց այդպես է, սա բռնատիրական երկիր է այլևս, դիկտատուրա եւ ոչ դեմոկրատիա, ոչ ժողովրդավարություն, եւ երկրորդ հնարավորություն կտա ամեն ինչ շատ ավելի բյուրեղացված տեսնելու եւ ԿՊ-ին արդարանալու եւ նախկինների, չգիտեմ, մյուսների վրա մեղքը բարթելու հնարավորություն չունենալ։ Որովհետեւ իսկ ինչի պիտի իրենք դուրս գան, որովհետեւ իրենք անարդյունավետ են բոլոր քաղաքական ուժերը, որոնք այսօր կան եւ որոնք ստեղծվում են այս օրերին, որպեսզի մասնակցեն ընտրություններին կամ որոնք կոնսոլիդացվում են։ Դրանք բոլորը անարդյունավետ են եղել եւ լինելու են անարդյունավետ։ Բայց իրենք դաշտում են, որովհետեւ ինչպես ես ասի, իմ խորին համոզմամբ դա իրենց գոյությունը դա ծրագրված է։ Եվ հետո մի բան նկատի ունեցեք, այսօր որ քաղաքական ուժը կարող է Հայաստանում գոյություն ունենալ ընդհանրապես, եթե չունենա դրսից փող։ Հասկանում եք, որ հայերը ոչ մի բանի վրա փող ծախսող չեն։ Ոչ մի բանի վրա։ Ոչ մի բանի վրա այս ժողովուրդը կամ այս ժողովրդի ներկայացուցիչները եւ անգամ հարուստները փող չեն ծախսում, եթե իրենց չի ասվում վերևից։ Ով է վերևը։ Վերևը դեռևս Ռուսաստանն է։ Հիմա մի վերև էլ կա, դա Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Դա ռեժիմի համար։ Հետևաբար դաշտում մնացող ուժերը իմ խորին համոզմամբ գոնե դրանց 99.9%-ը ոչ բոլորը թերևս, բայց 99.9%-ը եւ կարծում եմ, ենթադրում եմ, կասկածում եմ, այսպես ասեմ, որ ֆինանսավորվում է Մոսկվայից, մի մասը թերևս կարծում եմ, ենթադրում եմ, կասկածում եմ, որ ֆինանսավորվում է Թուրքիայից եւ Ադրբեջանից եւ որևէ մեկ ազնիվ չի են ամեն ինչում ինչ խոսում է։ Բայց եթե դա մարսվում է իրենց, եթե դա ներվում է իրենց, եթե իրենց գնում եւ ձայն են տալիս էլի, եթե մարդիկ սկսում են հավատալ էլի նոր ստեղծվող կուսակցություններին, ուժերին, ինչ որ խոսող գլուխ ջահելների, ինչ որ բլոգեր ջահելների, որոնք դառնում են հանկարծ հասարակական լուրջ դեմքեր, լուրջ ճակերտների մեջ, 100,000-ավոր հետևորդներով կուսակցություններ են ստեղծում բան, եթե դրանց հավատում են, ուրեմն արժանի են այս իրավիճակին։ Ես որևէ արտակարգ բան այստեղ չեմ տեսնում։ Ես ասում եմ, ազգային պետական մտածողություն ունեցող հասարակությունում ուղղակի բոլոր ուժերը դուրս կգային ցուցադրաբար քաղաքական դաշտից կոնսենսուսով եւ դաշտը կամայացնեին։ Եվ դա ինչ էր տալու։
Ինչ է տալ։ Ինչ էլ տար, դա կտար ավելի, քան այն վիճակը, որ այսօր տալիս է։ Ցանկացած բան կարող են ընտրություններ էլ կազմակերպել, իրենց ուզած օրենքները։ Հասկացեք, դրանով փաստվում է, որ բռնատիրություն է, ես ասեցի, որ մեն իշխանություն է մեկ, երկրորդ հերթին փաստվում է, որ ոչ թե փաստվում է, այլ կփաստվեր, կհաստատվեր, կարվեր այդ տեսակետը կարտահայտվեր քաղաքական ուժերի եւ հասարակության կողմից, որ չի ընդունվում այս ուժի լեգիտիմությունը, իշխող ուժի լեգիտիմությունը։ Եվ իրենք չեն կարող այդ դաշտում գործել եւ չեն ուզում։ Բայց որ ասում եք, որ դուրս գային ինչ կփոխվեր, իսկ որ կան ինչ է փոխվում։ Ինչ որ բան փոխվում է արդյոք, ոչինչ չի փոխվում։ Բացարձակ ամեն ինչ գնում է ճիշտ այն պլանով, որով շարժվում է ԿՊ-ն։ Եվ դրա համար էլ ԿՊ-ի վարկանիշը բարձր է։ Եվ նորից կրկնեմ, մի 100 անգամ ասել եմ եւ նաեւ էս եթերից, հա, ձեր հեռուստաընկերության։ Թող որևէ մեկը ձևեր չթափի ընդդիմադիր ներկայացնողներից, թե այս ԿՊ-ն պոպուլյար չի։ Եթե իրենց իմ կամ ձեր շրջապատում պոպուլյար չի, դա դեռ չի նշանակում, որ հայ ժողովրդի մեջ պոպուլյար չի։ Պարոն Մարտիրոսյան, հենց իրենք շատերը օրինակ, երբ որ հենց մեր տաղավարում է, երբ որ հարցը սուղում, իրենցից ոչ բոլորը իհարկե, բայց հիմնականում իրենք էլ հենց խոստովանում են, որ վստահ են, որ 26 թվականին էլ հենց ԿՊ-ն ընտրվելու է։ Իրենք ովքեր։ Ընդդիմադիր շրջանակներից։ Բայց չեմ ասում։ Հա, բայց գալիս են, դա արտակուլիսային են երևի ասում, չէ՞։ Այսինքն կուլիսներում են ասում։ Եթերում շատերը հենց։ Ես չեմ հանդիպել, բայց գոնե լավ է, որ այդ չափով ազնիվ են եւ գիտեն, որ ընտրվելու է ԿՊ-ն։ Իհարկե նշում են, որ իշխանական լծակների կիրառմամբ, հա, կեղծիքներով, բայց կրկին ընտրվելու է 26։ Իշխանական լծակներ կիրառելու կարիք Հայաստանում իշխած բոլոր ռեժիմներից ամենակիչը այս ռեժիմն ունի։ Դուք տեսնում եք, որ այս ռեժիմի արած ամեն ինչից հետո ինչքան պաշտողներ կան։ Դուք տեսնում եք, այն որ մամուլի մի քանի լրատվամիջոցներ ներկայացնում են ինչ-որ փողոցում բռնում են մեկին, որը դեմ է խոսում, ինձ են խոսեցնում, ձեզ են խոսեցնում, չգիտեմ ուրիշին են խոսեցնում եւ այդ մարդիկ դեմ են այս ռեժիմին։ Կներեք, որ ձեզ եմ ասում, ես ձեր քաղաքական հայացքներին ծանոթ չեմ, այս պայմանականորեն եմ ասում։ Դա դեռ չի նշանակում, որ ժողովուրդը դեմ է։ Դա նշանակում է, որ մեր միկրոաշխարհները եւ մենք անձամբ ենք դեմ այս ռեժիմին։ Բայց հայ ժողովուրդը իր նման ռեժիմին է բերել իշխանության առաջին անգամ։ Այն մյուսներն էլ էին իր նման, բայց նրանք մի քիչ տարբեր էին։ Այս ռեժիմը ամբողջությամբ արտացոլում է հայ ժողովրդի իղձերը, գաղափարներն է առաջ տանում, երազանքներն է իրականացնում։ Բա Արցախից ազատվեց Երևանը։ Հայ ժողովուրդը ազատվեց Արցախից։ Բա դրանից հետո ներողություն։ Բա դրանից հետո եթե չկա արձագանք, եթե չկա պատիժ այս ռեժիմին, եթե չկա հեռացում այս ռեժիմին, եթե այս ռեժիմը ընդհակառակը վերընտրվում է 1-20 թվականին, մեկ հիմա էլի այս ռեժիմը շարունակում է մնալ ռեժիմ, այսինքն ինքը փաստացի վերընտրված է էլի այս ռեժիմից Արցախը հանձնելուց հետո։ Եվ եթե դա կա, բա մնացած է ինչ ձևեր են, թե դեմ են։ Դուք իրոք կարծում եք, որ մեր ժողովրդի մեր բոլորի երազանքը Արցախի կորուստն է եղել։ Այդ տարիներ շարունակ պայքարել են Արցախ։ Ոչ, պայքարել են, որովհետև եղել է իներցիա, որը հրեշավոր սովետական կայսրության մեջ եղած 1-2 դրական բաներից մեկն է եղել։ Պետական մակարդակով սրսկված հայրենասիրությունը, պետական մակարդակով սրսկված հայրենապաշտպանությունը, բայց միևնույն է պետության գաղափարը եւ պետականության երևույթը չի ամրապնդվել, ընդհակառակը։ Մենք այսօր վերադարձել ենք պատմական այն հոգեվիճակին, որում պետություն պահելը խնդրեմ է, հոգեբանորեն, մի առանձին խմբի համար։ Եվ եթե խնդրեմ է, պետք է ազատվես։ Կար խնդիր, որի համար կար ուրիշ պայքարող կողմ, չէ՞։ Հոգեբանությունը հետևյալն էր, տվեցինք պրծանք։ Դուք քանի հոգուց եք լսել, որ ասում են ինչի Արցախը հայկական էր, այդ հարցը տալիս են։ Քանի հոգուց, ես շատերից եմ լսել։ Առաջին անգամ սրտի կաթված էի ստանում եւ չէի հավատում ակաժերիս։ Հետո արդեն վարժվեցի այնքան շատ։ Բայց դրանք մեծամասնություն չեն։ Դրանք մեծամասնություն են։ Դուք Երևանից դուրս գալիս եք, գնում եք գյուղերում խոսում եք, գյուղացիների հետ խոսում եք, իսկ Երևանի գյուղացիների հետ խոսում եք։ Կամ Երևանի ոչ գյուղացիների, քաղաքացիների հետ խոսում եք։ Գյուղացիներ, քաղաքացիներ ինչ տարբերություն, ավանաբնակներ, բոլորը նույնն են ասում։ Այսինքն փոքրիկ միկրոաշխարհներով դատելը շատ սխալ է։ Փաստ անհամաձայն էին հայրենիքի կորստի հետ, վեր կկենային փողոց, դուրս կգային փողոց, իշխանություն կփոխեն։ Դուրս չեկան, դուրս եկան։ Ոչ,
Ով է դուրս եկել։ Բա որ դուրս են եկել, բա ինչ շարժումներ, ստից մտից մի երկու հատ շարժում։ Ոստիկանությունը ճնշումներ գործադրեց։ Վախ, ոստիկանությունը խեղճ ենթարկեցին դրամ։ Հիմա մեծ մասը ենթարկեցին իրենք էլ հայրենիքը մոռացան գնացին տուն, ինչ մեղք են։ Դե հիմա դիմադիր շարժման։ Լսեք, աշխարհում ժողովրդին գնդակահարում են հազարներով։ Այդ ժողովուրդը հասնում է իշխանության փոփոխության։ Բանգլադեշում ընդամենը 1-2 տարի առաջ ուսանողության վրա կրակեցին, ուսանողությունն ու ժողովուրդը թափվեց փողոց, տասնամյակներով իշխած շատ ամուր իշխանությունը վռնդեց։ Հեռացրեցին իշխանությունից։ Բանգլադեշում, որտեղ քաղաքական մշակույթը շատ ցածր է, քաղաքական գիտակցությունը շատ ցածր է, բայց այստեղ սկսեցին ձերբակալել վախ։ Ինչ մեղք են։ Դա արդարացումներ միշտ կարելի է գտնել։ Փաստ իշխանությունը է, իշխանությունը։ Այդ ամեն ինչից հետո վերջ։ Պատասխանատու է ինչ-որ բանի համար։ Ոչ, վերջ։ Պատասխանատվություն կանչող չկա։ Երջանիկ են բոլորը, այո, երջանիկ են։ Գները բարձրանում են անընդհատ Եվրոպայի գներից բարձր են։ Ես Լոնդոնում էի մի քանի օր առաջ, Միացյալ Թագավորությունում ամբողջ երկրով շրջել եմ։ Չասեմ, որ տարբեր քաղաքներում, օրինակ Լեսթերում կամ չգիտեմ, Սոլսբերիում կամ Բրիստոլում գները Երևանից էժան են, որ Բրիտանիան միշտ համարվել է թանկ տեղ։ Լոնդոնում գներ կան, որ Երևանից էժան են։ Հիմա սրա դեմ բողոք կա, սա էլ հո գրպանին է կպնում, ամենասրբության սրբոցին։ Չէ, չկա բողոք։ Բա մայիսին այդքան մարդ ոնց էին հավաքվել, եթե գոհ են։ Ինչքան մարդ էր։ Դե հրապարակը լեփլեցուն չէ։ Դե ոչ, հրապարակը լեփլեցուն չէ, շատ էին։ Բայց ինչքան մարդ էր հավաքվել եւ ինչ արեցին նրանք։ Դե արդեն ընդդիմադիրների արդեն կարևոր չի, կարևորը հավաքվեն գնա։ Յահ։ Այսինքն առաջնորդներն են միշտ մեղավոր, հա։ Այսինքն պետք է լավ առաջնորդ լինի, որ հայրենիքը փրկես, որ վատ առաջնորդ եղավ, թքած հայրենիքի վրա չենք փրկում։ Մինչև մեզ առաջնորդ չգա, ուղղություն ցույց չտա, մեր թաթիկից չբռնի, չտանի, մենք չենք գնա գործանենք։ Հարցնում եմ, Բանգլադեշում ով էր առաջնորդը, որ իշխանություն փոխեցին։ Ով է ծանոթ Բանգլադեշի օրինակին Հայաստանում, մեկը քաղաքական գիտելիք ունի, նայում է, հետևում է, հետաքրքրվում է։ Հարցնում եմ ամենաթարմ օրինակներից։ Ով բռնեց թաթիկից ժողովրդի տարավ, ասեց եկեք ես Հիսուսն եմ կամ ես Մարգարե եմ, եկեք իմ հետևից, ով։ Ոչ ոք։ Բայց չէ, այստեղ սպասում են, այստեղ գցում են առաջնորդի վրա։ Ես հավատացում եմ Հիսուս Քրիստոսն էլ գա հետևից չեն գնալու, որտեվ օրակարգ կա, դա Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, որը համընկնում է իմ համոզմամբ Անկարայի եւ Բաքվի օրակարգերի հետ, եւ այդ օրակարգը ընտրել է ժողովուրդը եւ գնում է այդ օրակարգի հետևից։ Ինչի՞ դի դուրս գա իշխանություն փոխելու։ Այդ միկրո աշխարհները տարբեր դժգոհների, որոնք հավաքվում են ինչ-որ հավաքների, ինչ են անում։ Ինչ են արել մինչև հիմա։ Պարոն Մարտիրոսյան, մեր հայկական, այսպես ասած, դաշտում քաղաքական, այսպես մի խոսույթ կա, հա, թեժ աշուն է սպասվում։ Ըստ ձեզ իսկապես այս աշունը քաղաքական դաշտում ինչ է լինելու, թեժ լինելու է, ինչ իրադարձություններ կլինեն, հատկապես որ հաջորդ տարի էլ ընտրություններ։ Իսկ կարծում եք, թե դեբիլների կողմից կիրառված նախկինում այդ արտահայտությունը ավելի շուտ շրջանառության մեջ դրված, այդ արտահայտությունը մեռել է արդեն, բայց փաստորեն դեռ կա։ Դե հիմա էլ շատ են ասում, տեսեք ինչ դեռ կա։ Ահա։ Դե դեբիլությունը ինչ է նշանակում թեժ աշուն։ Իսկ թեժ ձմեռ չի եղել երբևէ։ Իսկ թեժ ամառը բավական թեժ է վերջին տարիներին։ Այսինքն քաղաքական առումով նկատի ունեն, քաղաքական առումով ինչ process-ները սեզոնին են նայում են օրացույցին եւ ժամացույցին եւ այդ ժամանակ են ակտիվանում, չէ, ոչ մի թեժ աշուն էլ Հայաստանում երբևէ չի եղել։ Անկամ թեժ ամառ չի եղել։ Երբևէ չի եղել այդպիսի բան։ Հա process-ներ են գնում են, կգնան, կհասեն իրենց նպատակակետին։ Եվ ինչ որ նոր process-ներ էս կլինեն։ Չգիտեմ, կարող է արտահերթ ընտրություններ նշանակվեն։ Կարծում եմ կսկսեն բռնել ավելի եւ ավելի մարդկանց, ձերբակալել, գործեր սարքել, ենթադրում եմ ինչ որ աղմուկներ կհրահրվեն, քաղաքական, հանրային, հասարակական, Աստված գիտի էլ ինչ։ Ես իմ ապուշ բաներ, որ անընդհատ արվել է, հատուկ նպատակներով է արվում։ Տեսեք, երբ չկա օբյեկտ, կա սուբյեկտ, Եվ չկա գործողանց, այլ կա մի գործողանց, դա անձին չի վերաբերում, այլ ուժին, երևույթին, հա, եւ մնացածը ենթարկվում են այդ գործող անձի գործողություններին, այստեղ ինչ ասես կարող է լինել։ Ինչ այդ ուժի գլխով անցավ, մտքով անցավ, դա էլ լինելու է։ Մարդիկ այնքան են այդ թվում եւ այս տաղավարում եւ բոլոր տաղավարներում գնում նստում սկսում վերլուծություններ անել, ինչ որ
ընթացիկ իրադարձությունների, այսօրվա դեպքերի եւ այլն, որ արդեն անգամ մի քիչ մտածողների մոտ փսորվում է այդ պատկերացումը ընդհանուրի տեսլականը։ Ընդհանուրը չեն տեսնում։ Մոզաիկան չեն տեսնում, խճանկարը։ Տեսնում են խճանկարի առանձին խճեր։ Եվ դրանք ասում են, այ այս խիճը կապույտ է, որովհետև ներկվել է ժամը 2-ին, սրա մեջ այսքան գրամ կապույտ է ներդրվել, բայց ոչ ոք չի ասում, որ այդ կապույտը ինչ որ պատկերի մի մաս է եւ այդ պատկերը ինչ պատկեր է։ Ես փորձում եմ պատկերին նայել միշտ։ Եվ դրա համար բավական այսպես բևեռացված մոտեցումներ կան իմ հայացքներին, որը շատ նորմալ է, ինձ բացարձակ չի ուզում ոչ մի բան այլևս։ Նշեցիք հնարավոր է արտահերթ ընտրություններ կարծես, բայց իրենք ասացին, որ նիստեն արել որոշել են, որ արտահերթ ընտրություններ չեն գնում, ինչ կարող է մտափոխվեն հանկարծ։ Ով ասեց։ Իշխանությունները։ Հա։ Վարչության նիստում որոշում են կայացել։ Բա այսինքն իրենց ասածները կարելի է ընդունել հենց այդպես։ Այդ որ ասածն է այդպես եղել, որ կարող է մտափոխվեն։ Ոչ թե կարող է մտափոխվեն, այլ կարող է եւ հենց որոշել են այդ ընտրությունները անել եւ հայտարարում են, որ չեն անելու։ Ով գիտի։ Բայց կարող է իրոք չանեն, բայց ով գիտի։ Այսինքն իրենց հայտարարություններին ընդհանրապես կարելի է լուրջ վերաբերվել, ես չգիտեի այդ մասին։ Կարելի է հավատալ ինչ որ մի խոսքի։ Շատ հետաքրքիր է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնում, որ զրուցում ենք քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։ Շնորհակալ եմ զրույցին հետևելու համար։ Հանդիպենք։